Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ կուսակցությանը, թվյաթերթիկ համար 15։ Ողջույն Փակ TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է Արսեն Կյուրեղյանը, Դոկ կուսակցության падգամավորի թեկնածու, ինչպես նաև ռազմական ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա գնդապետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ հրավերս ընդունեցիք։ Պարոն Կյուրեղյան, դուք Դոկ կուսակցության падգամավորի թեկնածու եք, խնդրեմ ներկայացրեք ով է ձեր վարչապետի թեկնածուն։ Ներկայացնեմ մեր վարչապետի թեկնածուն Դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է։ Վարդան Ղուկասյանին մենք ընտրել ենք որպես վարչապետ, քանի որ ես ինքս եւ մեր կուսակցության մյուս անդամները վստահ են, որ Վարդան Ղուկասյանը բոլոր ժամանակներում իր աշխատած տարիներին եւ ռազմական ոստիկանությունում, եւ ներքին գործերի նախարարությունում իր վրա դրված բոլոր առաջադրանքները կատարել է պատվով։ Եվ ինչպիսի բնավորություն ունի Վարդան Ղուկասյանը համառորեն գնալով այդ գործերի հետևից, մինչև վերջ ինքը տարել է իր հանգուցալուծմանը։ Չկա այնպիսի մի գործեր, որտեղ Վարդան Ղուկասյանը հապաղեր, չգնար մինչև վերջ։ Ինքը եթե մի բան վերցնում էր իր վրա, կապ չուներ ամբողջ հանրապետությունում ինքը կարողանում էր այդ գործերը տանել իր ավարտին հասցնել։ Պարոն Կյուրեղյան, քանի որ դուք խոսեցիք Վարդան Ղուկասյանի ծառայության մասին, նա էլ է ծառայել ոստիկանությունում, հա, եւ դուք նրա գնդապետն եք եղել։ Նրա հրամանատարն եք եղել։ Ինքը ծառայել է ռազմական ոստիկանության զինվորական ուսուցվածքի պահպանության բաժնում, որի ղեկավարը եղել եմ ես։ Կասեք նա ծառայության ժամանակ ինչպիսին էր, ինչպես էր իրեն դրսևորում։ Ծառայության ժամանակ իրեն միշտ դրսևորել լավ, իր բացասական կողմերը նայեր, որ ասում էր Արսեն Արտավազնովիչ, ես առավոտները մի քիչ ուշ գամ, քանի որ ինքը աշխատանքից դուրս երեկոյան ժամերին ման էր գալիս ամբողջ հանրապետությունում, կարողանում էր իրեն դրսևորել ամենալավ օպերատիվ աշխատող։ Եվ այդ օպերատիվ աշխատանքը հիմնականում աշխատանքային սենյակում նստելով չի։ Պետք է շփվես, ինքը գնում էր զորամասեր, շփվում էր զինվորների հետ, սպաների հետ, հասկանում էր նրանց վիճակը, ինքը պատրաստական էր բոլորի հետ համագործակցել, զրուցել եւ ինչով որ կարողանում էր օգտակար լիներ, օգտակար էր լինում։ Ուրեմն ասեմ իր մասին ինչ դրական կողմեր ուներ։ Դրական կողմը այնքան շատ էր, որ ռազմական ոստիկանության վարչության պետ Վլադիմիր Գասպարյանը ասում էր, եթե Վարդան Ղուկասյանի նման մի քանի աշխատող ունենամ, ինձ այդ վարչությունը պետք չի, որտեվ ինքը իրոք աշխատում էր։ Ինքը չէր սիրում աշխատասենյակում փակվել, զանգերով, թղթերով ինչ որ գործողություն կատարել։ Ինքը սիրում էր անձամբ շփվել զինվորական աշխատակիցների հետ։ Շփվում էր եւ քաղաքացիների հետ։ Քաղաքացիներից ինֆորմացիա էր ստանում, ծնողների հետ էր, զինվորների ծնողների հետ էր շփվում, ինֆորմացիա էր ստանում նրանցից, թե ինչպես են, որ զորամասում ինչ բաց թողումներ կան, ինչ է կատարվում, եւ ինքը այդ բաց թողումների հետևից մշտապես գնացել է։ Իր դրական կողմերը ավելի շատ են, քան բացասական։ Բացասական կողմը միայն այն էր, որ ինքը մի քիչ էմոցիոնալ էր, կարող էր պահի տակ, ասենք, մի քիչ պորտքեր։ Մնացած հարցերում ինքը եղել է միշտ պատրաստական, աշխատող, վազվզող, չարչարվող, ասեմ, իր բոլոր բացահայտված գործերը մինչև վերջ ինքը տարել է։
ինքը շատ մեծ գործեր է բացահայտել։ Ռազմական ոստիկանության աշխատած ժամանակաշրջանում ինքը կարողացել է այնպիսի գործեր բացահայտել, որ միլիոնավոր դրամների այդ բյուջե գումարը փոխանցվել, պաշտպանության նախարարության բյուջե, որովհետև ժամանակին 30 տարի, ինչքան որ նախկինները ասում էին, որ մենք կառուցել ենք, բայց կառուցելու հետ միասին երևի 50%-ը իրենք կառուցել են իրենց անձնականի համար, 50%-ը նոր թողել են մնա պետությանը, որը որ բոլորը գիտեն, բոլորը տեսել են եւ տեսնում են հիմա թե ինչ էր կատարվում բանակում։ Ռազմական ոստիկանության աշխատած տարիներին ինքը ասենք չի հապաղել ոչ մեկից, կապ չուներ դա կլիներ սպա, ենթասպա, գեներալ, գնդապետ, իր համար բոլորը հավասար էին։ Այլ գեներալներ կային, որ աշխատում են Վարդան Ղուկասյանի հետ գործ չունենալ, չշփվել, չհանդիպել, որտեղ բոլորը ինչ որ տեղ իրենք անօրինականություն էին կատարում։ Ովքեր էին այդ գեներալները, պարոն Գյուրեղյան։ Այդ գեներալները ներող կլնեք, հիմա տամ անունները պրոստը ոնց ասած այսօր իրենք չկան, չի ուզենա ասել իրենց անունները։ Ու ասենք հիմնականում կորպուսի հրամանատարները, զորամասի հրամանատարները ասենք չի ուզենա անունները տալ, քանի որ այսօր շատերը եւ չեն աշխատում եւ մահացած են, բայց ինքը դրանց հետևից գնում էր եւ ելի մինչեւ վերջ տանում էր։ Ինքը հիմա ասեմ, քանի որ Խաչատուրովը մահացած չի, գեներալ գնդապետ Խաչատուրովը, դաժե Խաչատուրովը այն ժամանակ, երբ որ բանում գլխավոր շտաբի պետն էր, ինքը էլի ռազմական գաղտնիք կա, ասենք, ներկրում էր արել ինչ-որ տեխնիկա, ռացիաներ, ու գումարը շատ էին գրել։ Ենթադրենք ռացիան ճապոնականը արժի 50 ամերիկյան դոլար, իրենք գրանցել էին, ձևակերպել էին փաստաթղթերով եւ գասնի փաստաթղթերում 50 ամերիկյան դոլար, բայց գնել էին 20 ամերիկյան դոլարով չինական ռացիաներ, որը որ օգտագործման պիտանի չէր։ Այ Վարդան Ղուկասյանը կարողացավ հասնել ինչև վերջ գնալ դրա հետևից, բացահայտել, բայց վերջում ամենամեծ բարձրաստիճան երկրի ղեկավարը թույլ չտվեց շարունակել։ Ինչու թույլ չտվեց։ Որովհետև իրենք տեղյակ էին այդ ամեն ինչից։ Ուրեմն բոլոր գործողությունները ինչ կատարվել են, ասենք, պաշտպանության նախարարությունում, սկսած 90 ես եկել եմ 99 թվականից, 99 թվականից կարող եմ տեղյակ լինել եւ ասել։ Բոլոր գործողությունները բանակում եղել են անօրինական։ Շատ տնտեսությունում եւ վարելիքի վաճառքով եւ զեմտեխնիկայի այդ գների տարբերությունով ամեն ինչը իրենք թողել են, ասենք, բարձի թողի վիճակում, հետո ասում էին, որ մենք բանակը կառուցել ենք, չեն կառուցել։ Իսկ դա ամեն ինչը գալիս էր նրանից, որ վերևից ներքև կապնված են միմյանց հետ եւ ամեն ինչ անում են միասին։ Պահեստապետից մինչև կարող եմ ասել գեներալ գնդապետները տեղյակ էին այդ ամեն ինչից։ Իսկ Վարդան Ղուկասյանը պայքարում էր դրանց դեմ։ Վարդան Ղուկասյանը պայքարում էր այն զինվորների համար, ովքեր որ տուժված էին։ Ինքը գնում էր զորամաս, կարող էր առավոտյան ժամին 6-ին գնար, արթնացներ զորքին, շարեր պլացում, ստուգեր նրանց ներքնաշորերը, ամեն ինչ ինքը եւ ինչեւ թեկունքի պետին չհրավիրեր զորամաս, այդ հարցերը չկարգավոր, ինքը զորամասից դուրս չէր գալիս։ Զանգարում են հրամանատարները, պարոն Գյուրեղյան, Վարդան Ղուկասյանը մտե շահել է զորքը, ուզում է սպիտակեղենը ստուգի զինվորների։ Եվ ինքը ստուգում էր, ստիպում էր հրամանատարությանը, որ այդ գիշերվա ժամին գան ամեն ինչ տեղաշորները փոխեն, որպեսզի զինվորը ունա մաքուր սպիտակեղեն, մաքուր բարձի երես, որ գլուխը դնելուց բարձին իմանա, որ ինքը պաշտպանված է իր հրամանատարների կողմից։ Պարոն Գյուրեղյան, բայց
Վախենում էին Վարդան Ղուկասյանից, թե հարգանքից ելնելով էին այդ ամենը անում։ Վախենալով հարգում էին, վախենում էին։ Այսինքն վախենալը այնպեսին էր, եթե Վարդան Ղուկասյանը մի գործ ձեռնարկում էր, նորից եմ կրկնում, գնում էր այդ գործի հետևից մինչև վերջ։ Ինքը պայքարում էր արդարության համար։ Ու միշտ 99 թվականի հոկտեմբերից ես ճանաչում եմ Վարդան Ղուկասյանին, երբ որ ինքը եկավ ռազմական ոստիկանության վարչություն ծառայության, ինքը ընդունվեց, ինքը քանի որ բժշկական մասնագիտություն էր, բժշկական կրթություն, ռազմական ոստիկանության բուժ ծառայությունում ընդունվեց բուժակ։ Մի քանի ամիս հետո Վլադիմիր Գասպարյանը տեսնելով նրա կատարած աշխատանքը, որ նույն բանը կատարում է ինքը այդ բուժկետում, որոշեց, որ պետք է իրան տեղափոխել օպերատիվ բաժին։ Բնականաբար օպերատիվ զինվորական ունեցվածքական պահպանության բաժինը դա օպերատիվ ծառայություն է, նույնը քրեական հետախուզություն է։ Իրեն տեղափոխեց ռազմական ոստիկանության զինվորական ունեցվածքի պահպանության բաժին որպես սպա։ Մի 2 տարի աշխատելուց հետո Վլադիմիր Գասպարյանը նորից տեսնելով, որ ինքը ավելի լավ կաշխատի քրեական հետախուզությունում, տեղափոխեց քրեական հետախուզություն։ Քրեական հետախուզությունում էլի լավ աշխատանքի արդյունքում իրեն ուղարկեց բաժանմունքի պետ Վայքի Վայոց ձորի մարզային ոստիկանություն կարելի ասել։ Դրանից հետո Վարդենիսի ոստիկանություն։ Իսկ ինքը բոլոր տեղերում, թե Վայքում, թե ռազմական ոստիկանության վարչությունում, թե Վարդենիսում բոլոր աշխատանքները կատարել է այնպիսի մակարդակի, որ ոչ մեկ չի կատարել։ Եվ ինքը ասում եմ, գիշեր ցերեկ չէր քնում։ Վազքի մեջ էր ամբողջ օրը։ Ինքը կատարում էր այն ամենը, որ դրա փոխարեն 5 հոգի չէին կարողանում կատարել։ Ինքը իրան, ասենք, ոնց ասեմ, չարչարվելով, տանջվելով, չքնելով, գիշերներ ասում եմ գնում էր զորամասեր, տեսներ թե ինչ է կատարվում զորամասերում։ Գիտեն, որ Վարդան Ղուկասյանը մտավ զորամաս, ուրեմն պետքա ամեն ինչ տեղում լինի։ Մարգարիտա կար հասարակական կառույցի ղեկավար էր։ Մարգարիտան համագործակցում էր Վարդան Ղուկասյանի հետ։ Ասում էր, բացի Վարդան Ղուկասյանից ոչ մեկ այս հարցերը չի կարգավորի։ Մարգարիտան էլ էր մտնում առավոտյան ժամի 7-ին խոհանոց, տեսնում էր, թե ինչ վիճակում են գտնվում, ասենք, ծննդամթերքը, ինչ են անում։ Ծննդամթերքի կեսը կարակի փոխարեն տալիս են ուրիշ բան։ Պարոն Գյուրեխյան, բայց այդ ամեն ինչը ինչպես էր հաջողվում անել Վարդան Ղուկասյանին, աշխատասիրությունը հասկացանք, համառությունը հասկացանք, բայց ինչպես էր նրան հաջողվում, այլ դուք ասում եք, որ նա մտնում էր զորամաս, ես գիտեմ, տեղյակ եմ, որ հարցազրույցների ժամանակ ինձ տեղյակ պահեցին, որ Վարդան Ղուկասյանը հենց մտնում էր զորամաս, հրամանատարությունից մինչև ենթացվա բոլոր շարժվում էին։ Այո, սկսում էին աշխատել։ Վախենալով, հարգելով, ինչպես էր նրան հաջողվում այդ բոլոր գործերը բացահայտել։ Ինքը կարողանում էր մարդկանց հետ զրուցել, վստահություն ձեռք բերել, որ իրենք եթե Վարդան Ղուկասյանին ի բան ասեցին, այսպես կոչված ինֆորմացիան տվեցին ինչ որ զենքի մասին, սննդամթերքի մասին, վառելիքի վերաբերյալ ինչ որ Վարդան Ղուկասյանը իր մեջ ապահով եւ ոչ մեկին չի ասում։ Ինքը կարողանում էր վստահություն ձեռք բերել այդ մարդկանց մոտ, իր հոգեբանական ինքը եւ իրոք բուժակ էր, բայց ավելի լավ բժիշկ կարար լիներ։ Ինքը կարողանում էր բուժակ եղած ժամանակ նշանակումներ անել։ Ասում էին դու իրավունք չունես, ասում էր ես բժիշկից լավ կարամ։ Ասենք գիշերը ինքը հերթապահում էր, չէ՞։ Առավոտ բժիշկը գալիս էր, ասում էր խես առանց ինձ հանգելու դու գործողություն կատարել։ Ասում ես գիտեի, որ ճիշտ եմ կատարում, դրա համար կատարել եմ։ Այնինքը վստահություն էր ձեռք բերում մարդկանց մոտ, զինվորականների մոտ, քաղաքացիների մոտ, որոնք վստահ էին, որ եթե Վարդան Ղուկասյանին դիմեցին, Վարդան Ղուկասյանը բնականաբար չի բացահայտել այդ ինֆորմացիան, ով է տվել իրան 100%-անոց համոզված լինելով այդ ինֆորմացիաները տալիս են, ինքը գնում էր ինֆորմացիաների հետևից եւ մինչեւ վերջ այդ ինֆորմացիան տանում էր։ Իսկ կողքից նայողները տեսնում էին, որ այն զորամասում ինքը որ գործողություն է կատարել եւ այդ ամեն ինչը մինչեւ վերջ գնացել է եւ ամեն ինչը նորմալ մակարդակի վրա է բարձրացել, մյուս զորամասերից արդեն ինֆորմացիաներ նորից ստանում։ Տեսնելով որ ստացվեց Վարդան Ղուկասյանի մոտ այն զորամասում ամեն ինչ պատշաճ իրավիճակ ստեղծել, ինֆորմացիան ինքը նորից ստանում էր մյուսներից, գնում էր մյուս
զորամասերում այ կարգ ու կանոն հաստատելու համար։ Պարոն Գյուրեղյան, բայց նրա հետ հրմշտոց, նրան հակառակվել, ում հետ որ նա ծառայում էր, այդպիսի դեպքեր եղել է, որոնք կարող էին նաև այդ մարդկանց Վարդան Ղուկասյանի թշնամին դարձնել, այսպես ասած։ Ինքը կռվին, հայոյանքներին միշտ դեմ եղել։ Այս վերջում որ ասել են ինքը սկսում էր հայոյել, ես զարմացած էի մնում, որ բաժնի աշխատակիցներ մեկ ասում են պարոն Վարդան Ղուկասյան, մի հատ հայոյի լսենք, չէր հայոյում ինքը։ Ինքը չի սիրել հայոյել, մարդկանց վիրավորել։ Ինքը վարչության բոլոր աշխատակիցների հետ շատ լավ հարաբերության մեջ էր։ Ինքը ամբողջ օրը վարչությունը 3 հարկանի շենքեր, մյուսը 2 հարկանի, ինքը բոլոր հարկերով ման էր գալիս։ Զրուցում էր բոլոր աշխատակիցների հետ, եւ կանանց հետ, եւ աղջիկների հետ։ Ինքը կարողանում էր վստահություն ձեռք բերել բոլորի նկատմամբ։ Իրեն շատ սիրում էին։ Ինքը որտեղ մնում էր, պայծառություն էր։ Ինքը միշտ լավ տրամադրությամբ էր։ Ինքը կյանքում մի քիչ ասենք բաղագծեր բացեմ իր կյանքից, ինքը լավ մանկություն չունի, դժվար մանկություն է անցել ինքը։ Ինքը իրոք մեծացել է մոր հետ ու դժվար մանկություն է ունեցել, անցել է եւ ինքը ոնց ասած կարողանում էր ինքը իրան պաշտպանել, որովհետեւ չուներ ուրիշ պաշտպան։ Ուրիշ երեխաների կարող է հայրերը պաշտպանեին, բայց իր մայրը էլի պաշտպանում է իրան, բայց ինքը ավելի շատ տրամադրված էր, որ ինքը պետքա իրեն պաշտպանի, ինքը պետքա իր հարցերը կարգավորի եւ ինքը ոչ մեկ չի միջնորդել, միջամտել, որ ինքը պաշտոններ է ստացել։ Վլադիմիր Գասպարյանը տեսնելով իր աշխատանքը, տեղափոխություններ կատարել, բարձրացրել է, կոչումներ տվել։ Միշտ ասեմ, Վլադիմիր Գասպարյանը գովացել է։ Ընդհանրապես, եթե բաժնի աշխատակից ուզում է մտնել վարչության պետի մոտ, առանց բաժնի պետի գիտությամբ բնականաբար օրենքը կանոնները թույլ չեն տալի։ Գասպարյանը ասում էր դոգը որ մտնի իմ մոտ, դու իմացի որ խնդիր չկա։ Որտեվ դոգը առանց, ասենք, ինձ տեղակ պահելու կարար արդեն գիտեր որ մենք խոսացել ենք վարչության պետի հետ, որ ինքը կարող է առանց ինձ տեղակ պահելու, կարող է գործ եմ եղել, տեղում չեմ եղել։ Գիշեր ցերեկ ինքը կարող է մտնել Գասպարյանը ովայի մոտ, ամեն ինչ բացատրել, ասել եւ ասեմ ձեզ, որ 10 տարի Վլադիմիր Գասպարյանը իրոք իր համար եղել է մեծ եղբայր եւ աշխատակից եւ ղեկավար եւ մեծ եղբայր։ Ինքը լսում էր Վլադիմիր Գասպարյանին։ Կարող էր հակաճառել դաժան։ Վլադիմիր Գասպարյանը ընդունում էր դոկի ասասները, որովհետեւ կարող է այդ պահին չընդուներ, ասել գնաց տեղից։ Ասենք դուրս էր գալի կաբինետից, հետո կարող է մի քանի ժամ հետո զանգահար ասել Վարդանին ուղարկի իմ մոտ։ Գնում է ասում էր համոզվեց, որ ես ճիշտ եմ ասում։ Որովհետեւ ինքը իրոք միշտ եղել է մաքուր, ճշտապահ, ճշտախոս։ Ասեմ, ինքը չկավորի կողմնակիցներ։ Ինքը չի սերել մեծահարուստներին։ Լինում էր դեպքեր, ինքը, ասենք, մեծահարուստների երեխաները ձևակերպած են ինչ-որ զորամասի, բայց չէին գնում ծառայության։ Հասկանալի պատճառերով։ Մեկը ղեկավարություն էր ձեր զանգում, մեկը ինչ-որ նվիրատվություններ անում։ Վարդան Ղուկասյանը գնում էր դրանց հետևից։ Առավոտյան շուտ կարող է ժամի 7-ին զանգահարել ինձ, ասեր պարոն Գյուրեղյան, ես այսինչի, ասենք, Միրամ Պողոսյանի ախորդ տղուն բերել եմ բաժնում եմ։ Ինչ համար ես բերել։ Նվիրատվությամբ տանն ամնում։ Եվ ապացուցում էր ինքը, որ իրոք այդպիսին է։ Դե բնականաբար զանգեր, մեծամեծներ, մինչև վերադաս իշխանավորներին, զանգումներով, բաներով, ասենք, ինքը էլի չէր ներում։ Ասում էր էլի եմ բերելու։ Եթե հիմա նորից սրանից հետո գնացի տեսա, որ ինքը զորամասում չէ, գնալու եմ էլի բերեմ ստեղ։ Ես մինչև վերջ պայքարելու եմ, որպեսզի բոլոր զինվորները պետքա ծառայեն։ Շատ մեծամեծների երեխաների հետևից է գնացել։ Եվ պաշտոնատարանց, եւ ֆինանսապես լավ վիճակում գտնվող մարդկանց երեխաների հետևից, ու դրա համար իրան չէին սիրում մեծամեծները, որովհետև խանգարում է իրենց գումար աշխատելու։ Մինչև հիմա էլ այդպես է, էլի պարոն Գյուրեղյան, եթե այդպես չլիներ, նա այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների բանտում չէր գտնվի։ Այո, այդ մեծամեծների կատարած գործերի արդյունքում իրենից վախենալով, որովհետև ինքը, ասում եմ, ինքը համառ
պայքարող անձնավորություն է, կամքի ուժ ունեցող մարդ է, ինքը չի կոտրվում ոչ մի անգամ, չի կոտրվել Գասպարյան Վովայի հետ հակասության մեջ մտնելուց հետո, էլի նույնը ինքը պայքարում էր։ Ինքը հակասության մեջ մտնելուց հետո նորից գնացել է շանթում, ինքը ինտերվյու է տվել։ Ինքը չէր վախենում ոչ մեկից։ Ինքը կյանքում եղել է այդտենց համար։ Չի վախեցել ոչ մի բանից, ոչ մեկից, չի զիջել ոչ մի հարցում, եթե ինքը ճիշտ է եղել, գնացել է այդ ճշտի հետևից մինչև վերջ։ Եվ ինքը հաղթել է, ոչ մի անգամ ինքը չի պարտվել ոչ մի հարցում։ Հիմա էլ ինձ թվում է կյանքը այնպեսին է, որ ինքը պայքարող մարդ է, պայքարող անձնավորություն է եւ ինքը հաղթելու է։ Եվ հաղթելու ենք մենք։ Հաղթելու է դո կուսակցությունը պարոն Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Ես վստահ եմ, եթե չլիներ, Վարդան Ղուկասյանը չէր մտնի այս կուսակցությունը, չէր ստեղծի եւ չէր գնա ընտրություններին։ Ուրեմն ինքը իր մեջ եւ ինքը ինչքան որ ներքին զգացումներով զգում է եւ հորդորում է մեզ, ասում է պարոն Գյուրեղյան, լավ է լինելու, գնալու ենք առաջ եւ հաղթելու ենք։ Պարոն Գյուրեղյան, ձեր ուղերձը ժողովրդին ո՞րն է։ Իմ ուղերձը ժողովրդին եւ հորդորը եւ խնդրանքը, որ պայքարենք ազնիվ ապագա ունենալու համար։ Գնանք ընտրության բոլորս միասին, ընտրենք համար 15-ին, որի դոկ կուսակցությունն է, որը դոկ կուսակցությունն է, կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Իմ հորդորը, իմ խնդրանքը, որ բոլորս գնանք տեղամաս։ Եթե չեք ուզում 15 համարին ընտրեք ձեր ուզածին, բայց գնանք որոշենք մեր երկրի ապագան, որովհետև մեր ձեռքում է հարգելի ժողովուրդ, հարգելի քաղաքացիներ, մենք ենք այս երկրի ապագան ստեղծողները։ Չհապաղենք, գնանք բոլորս միասին ընտրության։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցազրույցի համար, եթե ինչ-որ ավելացնելու բան ունեք։ Շնորհակալ եմ։ Ես էլ։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Արսեն Գյուրեղյանը, դոկ կուսակցության պատգամավորի թեկնածու, ռազմական ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա գնդապետ։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Փակ TV-ի ալիքին։ Կհանդիպենք։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք դոկ կուսակցությանը, թվյաթերթիկ համար 15։